Մայիսի 12-ը ամեն ինչ կփոխի։ Վանգայի մարգարեությունը, որը լռել է 33 տարի։ Ես ուզում եմ հիմա ձեզ հետ խոսել ոչ թե որպես փորձագետ, ոչ թե որպես հեղինակ, այլ պարզապես որպես մեկը, ով տեսնում է, թե ինչ է կատարվում։ Որովհետև վերջերս շատ հաղորդագրություններ եմ ստանում։ Եվ այդ հաղորդագրություններում մարդիկ նույն բանն են գրում։ Նրանք վախեցած են։ Վախենում են իրենց երեխաների, իրենց կյանքի համար։ Ոմանք գրում են, որ չեն կարողանում քնել, մյուսները, որ չեն կարողանում կտրվել լուրերից։ Իսկ մյուսներն ասում են, որ գլխացավեր ունեն, որոնք երբեք չեն ունեցել, եւ ոչ մի դեղորայք չի օգնում։ Եվ հենց հիմա կարևոր է չանտեսել սա, չասել հավաքիր քեզ, դադարեցրու դա, կամ սա ամեն ինչ անհեթեթություն է, որովհետև դա անհեթեթություն չէ։ Սա մի վիճակ է, որը միայն կսրվի։ Եվ ես ուզում եմ բացատրել, թե ինչու։ Կա ամսաթիվ, մայիսի 12-ը։ Եվ դա պարզապես ամսաթիվ չէ։ Դա այն ամսաթիվն է, որի մասին խոսել է Վանգան։ Եվ այսպես է հնչում. լուսաբացին հին և նոր աշխարհի միջև դարպասները կբացվեն։ Ոմանք կանցնեն լույսի մեջ, ոմանք խավարի մեջ։ Կախված է նրանից, թե ինչ կբերեն դարպասի մոտ։ Մի լացիր, սա վերջը չէ, սա սկիզբն է։ Նոր աշխարհը ավելի լավը կլինի, քան հինը, նրանց համար, ովքեր արժանի են։ Եվ այստեղ ամենակարևորը ամսաթիվը չէ, այլ այն, թե ինչ է մարդը բերում դրան։ Հիմա եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Եթե բացեք ինտերնետը, այն լի կլինի նորություններով, իրադարձություններով, հակամարտություններով, սահմանափակումներով, ճգնաժամերով, կանխատեսումներով։ Եվ ոչ միայն վաղվա կամ հաջորդ ամսվա համար։ Մեզ արդեն ասում են, թե որքան սարսափելի կլինի 2027 թվականը։ Սով, փակ սահմաններ, պատերազմներ, աղետներ։ Եվ հարց է առաջանում. ինչու է այս ամենը այդքան ակտիվորեն հաղորդվում հիմա։ Որովհետև տեղեկատվությունը պարզապես տեղեկատվություն չէ։ Մեր մտքում մտնող յուրաքանչյուր բառ հրաման է։ Սկզբում գալիս է միտք, ապա զգացմունք, ապա վիճակ, եւ այդ վիճակը դառնում է մեր իրականությունը։ Եվ եթե մարդը անընդհատ լցված է տագնապալի տեղեկատվությամբ, նա սկսում է ապրել այս վիճակում, սկսում է եփվել դրա մեջ, եւ այս վիճակը սրվում է։ Եվ այստեղ է, որ տեղի է ունենում շատ կարևոր պահ։ Ամեն ինչ արագանում է։ Այն, ինչ նախկինում տեղի էր ունենում դանդաղ, այժմ տեղի է ունենում արագ։ Միտքը գրեթե անմիջապես վերածվում է զգացմունքի, զգացմունքը վիճակի, եւ կյանքում սկսում է դրսևորվել մի վիճակ։ Եվ այսպես, այն, ինչ մարդիկ զգում են հիմա, անհանգստություն, վախ, անքնություն, գլխացավեր, միայն սկիզբն է։ Ժամանակահատվածը կարելի է մոտավորապես բաժանել։ 1-ից 12-ը ճնշումը կաճի, տեղեկատվական, հուզական եւ իրադարձությունների հետ կապված։ Կլինեն ավելի շատ նորություններ, ավելի շատ անհանգստություն, ավելի շատ վախենալու պատճառներ։ Եվ այս հոսքից կախված մարդիկ ավելի ու ավելի խորը կընկղմվեն։ 12-ից 15-ը գագաթնակետը, որը կարելի է անվանել վերագործարկում։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ. սա բառացի իմաստով միստիցիզմ չէ։ Դա մի գործընթաց է, որի ընթացքում մարդու ներսում ամեն ինչ ուժեղանում է։ Եթե ներսում վախ կա, այն ուժեղանում է։ Եթե ներսում խաղաղություն կա, այն ուժեղանում է։ Էներգիան հոսում է մարմնով եւ վերականգնում է այն, ինչ ներսում է։ Հետևաբար այն վիճակները, որոնց մասին մարդիկ հիմա գրում են, կուժեղանան, բազմապատիկ, քանի որ ներքին էությունը կդառնա ակտիվ, շատ ակտիվ։ Եվ այդ ժամանակ կպատահի մեկ այլ կարևոր բան՝ արագացում։ Կարծես ամեն ինչ կսկսի ավելի արագ աշխատել։ Շատ պարզ օրինակ։ Կարծես դուք ապրում եք դանդաղ ինտերնետ կապով, իսկ հետո ստանում եք գերարագ կապ։ Եվ վերջ, մտքերն ավելի արագ են վերածվում իրադարձությունների, բառերն ավելի արագ արդյունքներ են տալիս։ Այն, ինչ դուք մտածում եւ ասում եք, շատ ավելի արագ կսկսի արտացոլվել ձեր կյանքում։ Եվ այստեղ մենք վերադառնում ենք Վանգային վերագրվող խոսքերին։ Ոմանք կանցնեն լույսի մեջ, ոմանք խավարի մեջ։
որովհետև ամեն ինչ կախված է վիճակից։ Եթե մարդը լցված է վախով, վատի սպասումով, անհանգստությամբ, նա սրում է դա և ստանում համապատասխան իրականություն։ Եթե մարդը գիտի, թե ինչպես պահպանել ուշադրությունը, չընկնել աղմուկի մեջ, չսնուցել վախը, նա ստեղծում է այլ վիճակ և համապատասխանաբար այլ իրականություն։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ մեկ բան. հիմա իրադարձությունների պայքար չկա, հիմա պայքար է ուշադրության համար, որովհետև ուշադրությունն է, որը ձևավորում է մեր ներքին վիճակը, և մեր ներքին վիճակն է, որը ձևավորում է մեր կյանքը։ Եվ ամենամեծ սխալն այժմ փրկել մեզ արտաքին աշխարհի միջոցով, նորությունների, կանխատեսումների, սպասելու միջոցով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան լուծի։ Սա մեզ չի փրկում, դա միայն մեծացնում է մեր վախը։ Եվ միակ բանը, որն իսկապես աշխատում է, մեր ուշադրությունը մեզ վրա վերադարձնելն է, մեր կյանքին, մեր մտքերին, այն բանին, ինչին թույլ ենք տալիս մեր գլխում մտնել, որովհետև սա դառնում է այն բանի հիմքը, թե ինչ է հաջորդը լինելու։ Խոսքը թաքնվելու մասին չէ, այլ գիտակցաբար ընտրելու մասին է։ Ինչ կարդալ, ինչ դիտել, ինչի մասին մտածել և ինչի վրա կենտրոնանալ։ Եվ այո, սա հմտություն է, և այն պետք է սովորել, որովհետև դժվար է դա անել միայնակ, երբ մեր շուրջը այդքան շատ աղմուկ կա։ Ես ուզում եմ օգնել ձեզ, ուղղորդել ձեզ, սովորեցնել ձեզ չվախենալ, այլ կառավարել ձեր վիճակը, որտեղ ձեր ուշադրությունը ուղղված է ոչ թե վախին, այլ պրակտիկային, ներքին հիմքը պահպանելուն և անհանգստության մեջ չընկնելուն։ Կյանքի ABC ակումբում դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել պարզ գործիքներ ձեր վիճակը ձևավորելու համար, որն ի վերջո ձևավորում է ձեր իրականությունը։ Ապրիլի 12-ը կետ չէ, դա անցում է, և գլխավոր հարցը մնում է նույնը. ինչ եք դուք բերում դրան։